Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ողջույն Հյուգո, բարև ձեզ Տիկին Նանո։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Զանգը հնչեցրինք, բայց այն չհնչեց։ Լույս չունենք։ Օ, Բավարար լույս ունենք, այս ձեր լույսը հուսով մեզ գոնե մի քիչ կօգնի։ Մենք նույնպես լիահույս ենք։ Հետո չի աշխատում, եթե ինչ երկուսներ էլի։ Դուրնա չենք փող, չունենք փող, եկեք։ Բայց միանգամից այդպես նոտայով պետք էր սկսել, ինչ եք կարծում, լացակումած նոտայով։ Հա, պետք էր։ Ամբողջ ընթացքը այդպես է լինելու։ Կփորձենք ձևացնենք, որ մենք փող չունենք։ Լավ։ Տեսնենք դա ինչ կտա ձեզ, նոր համագործակցություններ միգուցե։ Միգուցե, այո։ Դե պատմեք, ինչպես է տրամադրությունը, օրը ինչպես է սկսվել։ Շատ լավ է սկսել, խաղաղ, առանց իմ մամայի իրար հակներու սկսել ենք, էլի դες լավ։ Հա, ճիշտ է, սրա առավոտուց արդեն հակել ենք իրար։ Չէ, ինչ ասեցիր, ինչ ասեցիր։ Տենց։ Իրական ստորի եմ դրել, հետևորդներից գիտեն, առավոտ պրոստա եկել էր, մազերը կարող պատմել, էլի, սենց մազերը ահավոր այս սենց է մամայի։ Եկա աշկես բացեմ, տենամ սենց կանգնած է ինքը, ահավոր վախեցա, էլի։ Չկորցրին, ցանեցի ստորի արեցի, տենց բոլոր տեսան իրան տենց մազերով։ Բաբա դրա համար էլ ասեմ։ Այդ ամենի մասին դեռ կհասցնենք խոսել, ձեր եւ մայրիկի հարաբերությունների մասին, հատկապես ինչը ամենաշատն է երևի թե հետաքրքրում մեզ հետևող մարդկանց, բայց խոսենք տնից։ Նոր տուն է, շնորհավորում եմ ձեզ տան ձեռքբերման կապակցությամբ, դուք 21 տարեկանում ձեռք բերեցիք ձեր սեփական ուժերով ձեր տունը։ Գովելի է, ինչ խոսք։ Դրա համար փող չունենք։ Եվ թող մշտապես փող չունենալը լինի այդ պատճառով։ Երկրորդ տունը, երրորդ տունը Հեշտ էր։ Չէ, իրականում շատ հեշտ չէր։ Ընդհանրապես տուն այս թվին անշարժ գույքներն էս չի իրանց հեշտ բան ներկայացնում։ Պետք է ուներես մի քիչ կանխավճար, բան ու արդեն մնացածը մնում է քո ոնց որ ինչքանով ես դու ուզում էդի ունենաս էլի։ Հիպոթեկով է տունը, աշխատում ենք, փակում ենք, ապրում ենք։ Ու դե դեպ նոր ենք վերանորոգել։ Կրկին շնորհավորում եմ։ Էլի փող չունենք։ Բայց մենք փող չունենք։ Զուտ վերանորոգվել է իրան իրար։ Բայց ունենալու եք։ Ունենալու ենք երկրորդ տան վերանորոգում, երրորդ տան։ Չի հարցնում, ասում էի, որ վստահաբար ունենալու եք։ Ինչ եք անում բացի բլոգեր լինելուց, ինչ գործունեություն եք ծավալում։ Հա, բլոգինգը, այո, հիմնական ինֆլուենսինգը հիմնական ոնց որ աշխատանքս է, բայց այս բանին այլ բանով չեմ զբաղվում, չնայած որ նպատակներ կա սեպտեմբերից թատերական գնալու։ Օ, թատերական ինստիտուտ, որ բաժին։ Դերասանական արվեստ։ Գրավեց ձեզ դերասանությունը ամեն դեպքում։ Միշտ է գրավել ինձ, առաջի մասնագիտությունս ընտրել ենք մի ամուր ուժերով, հանրային կառավարումը, որը ինձ ոչ դուր չեկավ, դրա համար ոնց որ Կիսատ մնաց ուսումը, թե շարունակեցիք մինչև վերջ, հետո հրաժարվեցիք։ Դուրս եկա։ Թերևս ամենաճիշտ որոշումն էր իմ կյանքում, ոչ թե որ օրինակ, չգիտեմ, դրանով աշխատանքի այս բային չկա եւ այլն, կա, լիքնա, ուղղակի ես չսիրեցի այդ բաժին ընդհանրապես։ Շատ հարցեր ունեմ ձեզ այդ ամենի վերաբերյալ, բայց դա մի փոքր ուշ ամեն դեպքում ֆորմատից չշեղվենք։ Վերանորոգում։ Այո։ Ամբողջը արել եմ ես իմ մտածելով, որ սա ասեն սիրուն կլինի եւ այլն, ոչ մի դիզայներ եւ այլն չի խառնվել գործին։ Կանաչ պատին էր դեմ մաման, բայց ինչ որ Դուք համոզեցիք, որ այն շատ մոդայի գգույն է։ Ես մամային ասում եմ, մամ, նայ մի հատ վերջացնեմ, դու կտենաս տեսքը, ոնց որ կհավանես։ Հիմա ի վերջո հավանում եք։ Ճիշտ էր։ Ասես հավանեցի գույնը։ Շատ սիրուն գույն է։ Այս վերանորոգել ենք հյուրասենյակը, խոհանոց եկեք շատ է, արեթի բաշի։ Խոհանոց արդեն, բայց ուզում եի այս բույսերից խոսեինք, մայրիկին հացեցինք, հետո մենք տեղափոխվենք խոհանոցի հատված, այստեղ շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում դրված։ Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Մենք ենք, այս իմ համագործակցություն
Գործընկերներից մեկն է ինձ նվիրել։ Աշխատում է այս շատ հին սարքը։ Շատ հին չի, բայց աշխատում է։ Ինքը ոնց է նոր ինձ նվիրել են, նոր է ինքը, բայց էլի մենակ չեմ հասցրել այս բանից առնեմ, բայց ինքը ընդհանրապես Bluetooth-ով է աշխատում։ Ժամանակակից ռետրո սարք։ Այո, ժամանակակից ռետրո սարք։ Քո սեփական բիզնեսը Հայաստանում 100 բիզնես գաղտնիքներ։ Հաստատ ես։ Սա հանրային կառավարումից մնացած հուշեր են։ Չէ, միշտ նաև այս ոլորտում ինձ հետաքրքրում է ընդհանրապես բիզնեսը, բիզնեսի մուտանկյունները եւ այլն, այստեղ ոնց որ ուսումնասիրում թե ինչպես են ոնց որ պլանավորում բիզնեսը, կազմակերպում, կառավարում, զարգացնում եւ այլն, էլի։ Զուտ ուսումնասիրում եմ, նենց չեմ ուզում խորանամ իրական դրա մեջ, չնայած ինչ որ եմ զբաղվում դա եւս բիզնես է, անկեղծ խոսենք, բայց հետաքրքիր է ինձ այդ թեման։ Սա ասեցի որ գործընկերս նվիրել։ Այո։ Էսի փող չունենք, մոմ չենք առել, Ժորժ ջան։ Հատկապես այսօր պետք էր բայց մոմեր ունենալ։ Վայ, մի րոպե։ Օ, ամեն ինչ փոխվեց, Լուսավորվեց ահագին, հա, հիմա երևում է դեմքս։ Մնացածը սա էլա նվեր, սա էլա գործընկերոջս կողմից, սա էլա գործընկերոջս կողմից։ Շատ հաճելի է։ Բույսերից խոսենք, սա հավանաբար մայրիկի թեման է։ Չի օգնում ձեզ Հյուգոն բույսերի խնամքի հարցում։ Չէ, այդ չի օգնում, մենակ ջարդը փշուր է անում։ Ինչու։ Խնդրեմ, ասես մամա բեր տեղափոխենք, տեղափոխի, հիմա խնդրում եմ որ աճի։ Հա, իրական էսի ոնց որ իրանք ծաղիկներ Ինքը լիա է, իրանց համար ապրող ծաղիկներ էին։ Ասացի մամ տեղափոխեցի կեսօր անգան, բայց ինձ թվում է Ինձ թվում է, այս արդեն սկսել են աճել։ Ինակ շատ սիրուն ծաղիկներ են։ Ընդհանրապես շատ ծեր ունի մաման ծաղիկների հետ եւ այլն։ Դեր շատ ծաղիկներ ունեն, որ չեմ բերել։ Տեղափոխվելուց ես ասացի կներես, չեն կարա բոլորը տանենք, որտեվ նո ասենք այնքան փոքր է։ Այդտեղ պատահական կան։ Հյուգո, ձեր արմատները որտեղից են գալիս։ Մենք ծնվել ենք Պտղնիում, բայց օրինակ պապի ենքս Հրազդանի կողմերից են։ Չէ՞։ Հա, Հրազդանի կողմերից են։ Մշտապես խորհուրդներ մայրիկից հարցնում եք։ Մաման շատ աջակցող մամաներից է, միշտ է կողքին բան։ Հա, Օգնում է ձեզ։ շատ։ Ես ոնց որ իր հետ կարող եմ համ լացեմ, համ ուրախանամ, ամեն ինչ էլի։ Նաև ընկերներ եք կարելի Շատ լավ ասել։ ընկերներ ենք։ Ամենալավ ընկերս է։ Հիմա խոսենք այն ամենի մասին, ինչի մասին խոստացել էի, որ խոսելու ենք։ Մայրիկի հետ ձեր հարաբերությունները ինչը որ հանրայնացվում է եւ ինչին որ մենք ականատեսնենք լինում տեսախցիկից այս կողմ, ռադիկալ տարբերվում են իրարից։ Այդ ամենը մտածված է արվել ի սկզբանե թե սկզբում ամեն դեպքում հարաբերություններն այնպիսին էին, ինչպիսին որ կան, հետո փոխվեցին։ Մենք լավ ենք իրար հետ։ Շատ է կեղծավոր էլի։ Չէ, ինքը ուղղակի sense հիմա հանգիստ է, մենք օրինակ շատ ենք sense վրամ կռվում ենք էլի, իրար ուտում ենք, բայց sense չի վատ վերջաբանա ունենում այդ ամեն ինչը, բայց երբ որ Instagram-ում սկսեցինք, նկարեցի առաջի վիդեոն, տենց ոնց որ ռեալ էր ու միտք չկար որ ոնց որ պետք է դենց խորացնենք եւ այլն, շեղվեցի։ Դու էլ խոսում ես, ես էլ շեղվեցի։ Դե ոչինչ։ Բայց դու պատրաստվում ես դերասան դառնալ, այնպես որ այսպիսի բաները քեզ պետք է չխանգարեն։ Մի խոսքով, Ասել եմ ինձ կտանես։ Դուք ել եք ուզում զբաղվել դերասանությամբ։ մամայի դերասանական հմտությունները նենց է լավացել, ես անկեղծ ասենց ասեմ, այսօր առավոտ որ նկարում եմ իրան, զգում եմ որ ինքը արդեն շատ լավ է խաղում։ Ասենք բնական է խաղում էլի։ Դաժե հավատացել եմ։ Թեմայի մեջ։ Տենց խորացավ էս ամեն ինչը Instagram-ում, հիմա երբ որ մենք պետքա ունենանք նենց վիդեո, որը որ օրինակ պահանջում են հետևորդներից, ուզում են լսեն մամային ջղայնացած վիճակում, մաման ջղայնացած կներկայանա, որ պետքա էմոցիոնալ վիդեո սիրուն մենք դա ենք տալիս։ Մի խոսքով արդեն մշակում ենք, ընտրում ենք որը երբ տանք։ Բեմադրվում է այդ ամենը թե Նաև բեմադրվում է։ իմպրովիզացիա է։ Իմպրովիզացիան միշտ կա իմեջում, ռեալ է ամեն ինչ։ Մամայի հետ կապված թերևս ամեն ինչ, ոնց որ ռեալ է, մենք ոչ մի կեղծ բան չենք անում էլի դրա մեջ, ոնց կանք տենց ներկայանում ենք, գովազների ժամանակ սցենարը գրում եմ, մաման սովորում է։ Տենց է ներկայանում, բայց եւ էլի բնական է ինչ որ ստացվում է, դուրս գալիս այդ բանը։ Տիկին Նանո, շրջապատի վերաբերմունքը այն ամենին, ինչի մեջ դուք ներգրաված եք, ինչպիսին է։ Նորմալ։ Սովորական լավ ընկերներ ունի։ Չէ, քո մասին չէ՞ կարծում։ Այո, դուք ձեզ ինչպես են վերաբերվում։ Թե չէ։ Շատ լավ։
Շատ լավ, մտնում են, ուրախանում են, դաշեր ուզում են նկարվում են։ Հա, մի քիչ պատմի, ես էլ այնց հետաքրքիր հարց տվեցի, հələ մի քիչ Արի այստեղ կանգնի։ Նանո ջան, շրջապատի այդ կարծիքներին ո՞նց եք օրինակ վերաբերում, մի հատ ասեք ինձ։ Ну, շրջապատը շատ լավ, շատ ուրախ են, թե աշխատանքի վայրում, թե դրսում, չգիտեմ, որ տենում են ուրախությունից, ես էլ իրանց հետ եմ ուրախանում, նույնիսկ ես Հա, շատ են, օրինակ ինձ գրում են, ասում են, գիտես չէ, օրինակ մամայի տեսա դրսում։ Նե խոսքը մաման բոլորի հետ կանգնում խոսում է, եթե ինչ, sense հաջողքով էլ ինքը մաքսիմալ էներգիա վերցնում ոնց որ։ Լինում ապա որ աշխատանքի շորերով եմ, ասում եմ, չէ, սպասեք, սենց, ասում են, ոչինչ, տենց էլ է լավ, նկարվենք։ Մի խոսքով ինքը այդ էմոցիաները ջերմությունը լրիվ վերցնում է, գայս էի մետը նույնիսկ կիսվում է ու նույնն էլ հետևորդներս են ստանում իր կողմից, ես տենց ուրախանում եմ այդ փաստից։ Դაზე չեմ համբերում, որ տուն գամ, զանգում եմ, գուգ ջան, ես Գոգ ուրեմն մի 10 հոգի, ես դեռ մոտիկացա, ասեցին մենք ձեզ շատ եք սիրում, նկարվեցինք, ասենց մաքսիմալ պատմում է էլի ինձ ինքը։ Դուք նաև ճամփորդում էիք միասին, եթե չեմ սխալվում։ Եղել ենք երկրից դուրս, բայց հա ես մամային նվիրել եմ Ֆրանսիայի ուղևորություն, տենց միասին գնում ենք։ Հրաշալի է։ Փող չունենք։ Փող Ինձ թվում է ձեր պատկերացումները փող չունենալու մասին մի փոքր սխալ է։ Ներողություն իհարկե, բայց կարծում եմ սխալ են։ Ինչպես անցան ձեր ուղևորությունները, որովհետև փորձառություն ունեցել եք։ Հա, ամանորը Հունաստանում էի նշում։ Փող չունենք։ Ամանորը Հունաստանում էի նշում, շատ լավ էր, չնայած որ երկրում տեն շատ բան չկար տենալու, բայց օրինակ խումբն էր շատ լավ, երեխեքներին լավ անցավ։ Մամայի հետ եղել ենք Վրաստանում, Եգիպտոսում։ Տենց շատ չի եղել դեռ ճամփորդել մաման։ Ես եղել եմ բացի այդ Թայլանդում, Դուբայում։ Որ երկիրը հատկապես ձեզ vocation չէ։ Թայլանդն եմ շատ հավանել, բայց գնախնդրեի գնայի 10 օրը, ոչ թե 15-ն, վերջի 5 օրը զուտ ուզում էի արդեն գայի հետ, որտեվ իմ համար շատ էր մի քիչ, բայց այն 10 օրը սկզբի վայելել եմ։ Շատ դուրս եկավ, չնայած տահաճ հոտերին, օրինակ քաղաքում բան, շատ էր էլի։ Մնացած ամեն ինչը լավ էր, ծովը։ Լավ, շարունակենք բացահայտել ձեր նոր բնակարանը։ Եկեք բացահայտենք։ Ուր ենք գնում։ Խոհանոց։ Խոհանոցի հատված ենք գնում։ Լավ, գնանք տեսնենք այնտեղ դիզայներական։ Եթե ինչ այդ բարձրի վրա ես ու մաման ենք։ Ահա։ Մաման ստեղ գոռում է, եթե նկատում եք, ես ակաժներից փակել եմ։ Տիպը հասկանալի։ Սանրվածքի կտրուկ փոփոխություն եք ունեցել։ Շատ։ Որովհետև շատ կարճից դեպի շատ երկար մազեր։ Ինչու։ Ոճային փոփոխություն ուղղակի թե այլ բանով է պայմանավորված։ Ոճային փոփոխություն համ էլ կերպարային ավելի սա համապատասխան է ինձ, քան օրինակ, բայց այնպես չի, դες չեմ սիրել ինձ։ Հես այնտեղ սենյակում մի հատ նկար կա ցույց կտամ դեռ կարճ մազերով։ Բարի, մենք կնկարահանենք։ Մաման երեխեքից ամենաշատը ուղղակի ինձ է սիրում դրա համար էլ։ Քանի երեխա եք դուք Գուրգեն։ 3։ Որտեղ են մյուս երեխաները։ Ոյ ամուսնացել են, բրծել ենք։ Հագիստ ապրում ենք մեր համար։ Չհասցրեցի մայրիկին էի այդ հարցը ուզում տալ։ Կիսում եք այդ կարծիքը։ Ամուսնանալու կարծիքը։ Մտածում էր, պատկեր ջոգում ես, մտածում էր, տիպը հա։ Դե լավ բանա որ ամուսնացել են, բայց դե լավ կլինի որ ավելի մոտիկ լինեիր ինձ։ Մեկը Ռուսաստանում ապրում, մյուսը դե մոտիկ է, Զեյթունա։ Կարող ենք հնչեցնել որտեղ են գտնում այս պահին, թե դա գաղտնի ինֆորմացիա է։ Որտեղ։ Ով։ Մենք հիմա այս պահին որտեղ են գտնվում։ Քանաքեռում։ Կարելի է, շնորհակալություն։ Տեսարան բացվում է դեպի դիմացի բազմահարկ շենքեր։ Այո։ Մեծ խնդիր է իրականում վերջին շրջանում հատկապես շատ շենքեր են կառուցվում եւ շատ է կառուցվում։ Խանգարում են, չնայած սրանք 5 կառուցված շենքեր են։ Դե այստեղ կողքը օրինակ նորից նորակառույց շենքեր են անում եւ այլն բան։ Ոյ մի քիչ շատ է այս երկրի համար այդ շենքերը։ Դուք եք դժգոհում։ Մեքենա վարում եք խցանումների մեջ շուտով վարում։ Շատ լավ։ Չունենք։ Բայց կարծում եմ շատ է այդ նոտան, կարելի է քչացնել եւ բավարարվել այն ամենով եւ շնորհակալ լինել այն ամենով, ինչը որ ունեք։ Դու նենց հաստատում հարցերը, որ ոնց որ գալիս է, էլի։ Ոնց որ աշխատում ես, դե օքեյ է որ լինի, էլի։ Կլինի։ Լավ, խոհանոցից խոսենք։ Չնայած նախորդ հաղորդման ժամանակ հասկանալի էր, որ Հյուգոն այնքան էլ լավ չի տիրապետում խոհանոցին եւ մայրիկը հրաշալի կերպով օգնեց։ Ահա։ Որևէ բան փոխվել է այդ ամենից հետո։ Չէ։ Չէ, շարունակում եք խոհանոցում չլինել։ Չլինել։ Միայն որպես սպառող։ Եթե անգամ լինեմ, դու սենց մի հատ
ջուր խմեմ, գնամ։ Էնը կփչացնի ու կեթա։ Հա, իրականում տենց խոհանոցում շատ չկան, բայց մաման է շատ սիրում խոհանոցը, էլի, շատ տենց պատրաստել, քաղցրեր, տարբեր ուտեստներ, սիրում է։ Մայրիկի Ես պատրաստած անգամ ուտեստներից չհասցրեցի։ որն է ձեր ամենասիրելին, ամենանախընտրելին։ Ամենահամով սպասն է սարքում մաման, թե մի օր ստացվի, Կստացվի։ ուտեք, չի կարելի ստացվի։ Ասացիք գնում եք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ Այո։ ընդունելության համար։ Այո, Մեծ տարիքում։ մեծ տարիքում, նո 21-ը։ Այո։ Հա, Համեմատած ընդունվողների մեծ տարիքում եք Հա, գնում։ այդ առումով ժամանակի տենց բան չունեմ, էլի, որովհետեւ չէ 21-ից չես կարող արդեն շատ ուշ է բան, вообще չէ, դաժե ավելի լավ, որովհետեւ դու ինտեգրված ես այս կյանքին արդեն, դու գիտես որն է ճիշտը, որն է սխալը, գնում ես քո համար կրթություն ստանալու։ Իմ հիմնական նպատակը ոնց որ ոչ թե այնտեղ գումար աշխատելն է կամ եւ ավելի հայտնի դառնալ, այլ ուղղակի գիտելիք ստանալն է, որովհետեւ այդ ոլորտը ինչա դա հետաքրքրում էլի։ Պարապում եք հիմա։ Շուտով, մի շաբաթից։ Սեպտեմբերի ընդունելության համար, այսինքն հունիս ամիսների ընդունելության համար, ճիշտ է, հուլիս։ Որ թատրոնում կնախընտրեք լինել ինստիտուտը ավարտելուց հետո։ Թե թատրոնում չեք նախընտրի լինել, շուզեք լինել կինոյում։ Չէ, կինոյում ավելի կնախընտրեմ, բայց թատրոնի հանդեպ էլի սերը շատ մեծ է, դրամատիկականը եւս կամերայինն էլ, չգիտեմ։ Երգում եք, պարում եք։ Կերքեմ կպարեմ։ Շատ լավ է, վճռականությունը կա եւ դա կարեւոր է։ Գործի կեսը արդեն արել եք։ Գրականությունը, որը որ ուսումնասիրում եք ինստիտուտի ընդունելության համար, թե դեռ չեք հասցրել։ Դեռ ոչ։ Այդ հարցերը մյուս անգամ։ Այդ հարցերը մյուս անգամ։ Այդ հարցերը, հա։ Ինչպիսի դերերում եք ձեզ ավելի շատ պատկերացնում։ Հերոսներ, ավելի շատ բնավորության ցայտուն կետեր ունեցող հերոսներ։ Այո, բնավորության ցայտուն կետեր ունեցող, բայց նաև իրականում մի հատ ոնց որ 3 առաջակ ստացել եմ պրոյեկտում նկարվելու, եկամ շատ տենց չեմ կարող բան ասեմ, բայց դերը ավելի սենց լուրջ կերպար է, ուզում եմ փորձեմ նաև այդ կերպարում, որովհետև դա Instagram-ում հիմնականում հումորային եմ ներկայանում, մարդիկ ֆիքսում են, որ հյումորն է, հումոր է, բայց նաև ուզում եմ մյուս կողմի վրա կենտրոնանալ, որովհետև դա եւս պետք է էլի։ Ընդհանրապես ոնց որ լավ մասնագետ լինելու համար պետք է կարողանաս բոլոր կերպարների մեջ լինես էլի։ Հյուգո, ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, YouTube-յան եւ Telegram-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Facebook-ում հետևում եմ ձեզ։ Իրոք, շատ լավ է։ Եվ չմոռանանք նաև Կենտրոն հեռուստաընկերության մասին։ Instagram-ից քանի որ խոսեցինք եւ առհասարակ համացանցից քանի որ խոսեցինք, մարդիկ մուտք գործելով ձեր անձնական էջ Hugo, ինչ կարող են գտնել այնտեղ։ Այնտեղ բացի գովազդներից։ Okay, Instagram-ը ընդհանրապես ժամանցային հարթակ է, որտեղ կոնկրետ դե իմ համար կարող օրինակ մաման նախընտրում է մտնի այնտեղ ինֆորմացիա վերցնի, ինչ որ բան օգտակար կամ խոհանոցից ինչ որ մի բան տենայից ոնց են սարքում, ես մտնում եմ զուտ ժամանցի համար ծիծաղելու, թեկուզ նաև լացելու, ոնց որ դա բան է էլի։ Ես իմ էջում ներկայացնում եմ հումորային կոնտենտ, որտեղ մարդիկ տենում են կյանքից վերցրած կերպարներ, տեսնում են ծնողիս ու իմ հարաբերությունները, տեսնում են թե օրինակ մենք որպես մամա տղա ինչ արժեք ենք ստեղծում, ես ինչ եմ անում իր համար, ինքը ինչ է անում իմ համար։ Տենում են էմոցիոնալ սիրուն ռիլեր մամայի հետ, թեկուզ ես մենակ։ Այդ թերևս այդքանը, ու ճամփորդելուց կոնտենտով կիսվում եմ։ Օրինակ իմ հետևորդները, օրինակ եթե գնացի Հունաստան, ես իրենց ասում եմ ինչ կարան անեն, ինչ չեն կարող անեն եւ այլն, բայց travel blogger չեմ, տենց պրյամ էլի։ Ես ոտ կարան ցույց տամ Հունաստանում ես ինչ եմ անում, որտեղ Հունաստանը օրինակ ինչ տեսարժան վայրեր ունի, որ կարող ոնց որ այցելեք էլի։ Այսինքն ժամանցի համար պետք է այո, մարդիկ կոնտենտը ժամանցի համար։ Մագնիսներ սառնարանի վրա, Թայլանդից բերված, Վրաստանից բերված, Հունաստանից, Փարիզից, Աթենքից։ Հունաստանը Աթենքը Հունաստանում չի գտնվում։ Իմ վերջին տեղեկություններով վերջին 8000 տարում այդպես է։ Ես սա կարդացի, հա։ Հա, կամ ընկերներս են բերել, կամ ես եմ բերել,
Սա երկար Ես տարիներ։ եմ արել, էսը։ Ուզում հասկանամ, էսի խիա մեր սառնանի վրա։ Իսկ ինչու պետք է չլիներ։ Նա կծրիլա դες մնացել է։ Էսի չգիտեմ, չի համապատասխանում։ Բայց մագնիս է։ Եվ թորնիկն է ամեն դեպքում մայրիկի համար բերել։ Ասում եմ ամենաարժեքավորը դա է։ Մոռացել եմ։ Ամենալավը է սա։ Լավ, սա։ Ուրեմն թող մնա։ Հա, էլի այդքան է։ Շնորհակալություն, գովազդ, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր նկարահանումը։ Բարեկամներ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Մառանիկ, համիկ, մի րոպե, համի գաղտնիք։ Չէ, մի ընտրալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այո, ծիրով նվիրում ենք։ Մերսի։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Կարևոր ատրիբուտ էինք մոռացել նախորդիվ, թոնիրը էլեկտրական։ Օգտվում եք։ Շատ հաճախ։ Արդեն 2-3 անգամ փորձել ենք, շատ համով է լինում։ Քրոջս տունը մի անգամ ոնց որ իրանք նոր էին գնել, հրավիրել էին խորոված ուտելու առաջ անգամ դրա մեջ էին սարքում։ Կերանք հավանեցինք բան, ասենք պիտի նվիրեք մեզ։ Մի հատ է մեզ առան։ Ոնց որ մենք չենք առնում մեզ նվիր։ Շատ հաճելի է։ Ընտանեկան հավաքույթների համար է նախատեսված, ովքեր են ձեր հյուրերը լինում հաճախ։ Իմ ընկերները շատ Բարեկամներն էլ շատ բարեկամներն են գալիս, մանավանդ որ ոնց որ նոր ենք տեղափոխվել, գալիս են ոնց որ առաջին անգամ Նորամուտ որպես։ Նորամուտ, բայց իմ ընկերները գերակը շռում են։ Չգիտեմ խեք այդքան գալի, բայց ինչ անեմ։ լավ են անում գալիս են։ Շնորհակալություն Մայրիկին Մամա շատ դրական ասի, նոտայի համար։ բոլոր ընկերներս։ Շարունակենք բացահայտել ձեր տունը։ Ուր ենք գնում, խնդրում եմ ուղեկցեք։ Գնում ենք Սենյակ։ մամայի սենյակ։ Մամայի սենյակ, դե գնանք։ Մայրիկի սենյակի ինչպես։ Որ լույս չունենք շատ է երևում։ Չգիտեմ, դա արդեն Ասեք։ կերևա մոնտաժելու ընթացքում։ Ոչ, Դավիթը ասում է։ Մայրիկի սենյակի ձևավորմամբ կրկին դուք եք Հա, զբաղվել։ բայց շատ չենք ներդրել։ Իմը չէր, շատ չենք ներդրել։ Հասկանալի է։ Բայց ակնհայտ է, որ ոնց որ Խոստացված նկար է Հուգո։ Այստեղ մազերս լրիվ կարճ է։ Այս 2 տարի առաջ է։ Բլոգինգս հələ նոր sense ունեի։ Չգիտեմ, խեմ sense հակնված անկեղծ։ Չգիտեմ նաուշնիկը խիրական չի։ Մամայի սենյակը sense։ Դե խոսենք նկարներից, որոնք կան պատին։ Պատմեք նկարների Այստեղ մասին։ մաման Եգիպտոսում է, առաջի անգամ ոնց որ այդ շոուին էր մասնակցում, հիացած նայում էր, կողքից նկարեցի, ասի կպցնեմ պատին։ Ստեղ էլ էլի գնացել են գառնի, չեմ հիշում։ Դե գառնու տաճարը երևում է համենայն։ Հա, պրոստը որ sense բանից է նկարած, ասի կարող չհասկանաք որտեղ, ասենք Չէ, աթենքում պատկերացեք աթենքում եմ, բայց Շնորհակալություն, ձեզ մոտ հրաշալի է ստացվում, իդեպ աֆեկտիվը ընտիր է ստացվում։ Այստեղ շատ բացահայտելու բան չունենք, այնպես որ հա, գնանք այս ձեր պահարանն է sense մի կերպ սենյակը փոքր է вообще։ Պահարանը եւ մենք մի կերպ էստեղ Լավ, դե տեղավորվեցինք եկեք մի հատ sense դուք դուրս կգաք մենք մի հատ։ Sense փորձել եմ մի քիչ պատի մեջ բան լինի, բայց չի ստացվել, sense այսքան տեղ է մնացել, մաման այս sense մի ուղղությամբ մտնում է, մի ուղղությամբ դուրս է գալի։ Հեշտ է մաքրում։ Շատ դժվար։ Քանի քառակուսի մետր է տունը։ Տունը 57։ Գնանք ձեր սենյակ։ Գնանք իմ սենյակ։ Վստահ եմ այնտեղ դետալներ կան, որոնք կկարողանանք բացահայտել։ Չէ՞։ Մի փոքր պետքա ուղղակի նիհարեք, ոչ թե մեր տունն է փոքր։ Այո, բայց ես չասացի, որ ձեր տունը փոքր է։
Որևէ մեկը չխոսեց։ Ահա։ Ես Տան ասողը։ սիրահարված եմ շատ։ Հարց մայրիկին։ Ինչ գրված է, ճիշտ է։ Ճիշտ է։ Նա է ասողը։ Մի վարքան։ Չէ, մի հատ դες բացատրեմ, սա ոնց որ արվել է իմ վիդեոներից մեկի համար, կերպարային պետքերս ստանալ, տենց տան ասողը, տիպը բան իմ հարց կիսուր բանից, տենց հարցն է տիպը ինքը։ Հասցի դնեմ մի անգամից հենակում ես, շատիկի Մեկը պետք է համ հարցնի, համ ասեմ, ու նորից ինքը նույնը անի, ասող ինքն է։ Հայտնի խալաթը, որ ձեզ փառք բերեց։ Միշտ սեղ կախած է ինքը։ Շատ եմ սիրում այս խալաթը, բոլորը գիտեն էլի իրան, դաժե իմը ճանապարհորդել է ինքը Մոսկվա է եկել, գնացել ենք։ Սենց իրան կարասես։ Կհակնեք մի կադր ունենանք։ Սենց որ ասենք ես սովորական խոսում եմ, բան, հենց արդեն պետքա ոնց որ իրան սենց հակնեմ բան, ինքը դառնում է մի հատ այս սենց կերպար։ Կերպարները, որոնց ներկայացնում եք, իրականում եղել են, ձեզ հանդիպել են, թե դրանք ձեր հորինած կերպարներն են, որոնք պարզվեցին իրականում կան այլ մարդկանց տներում։ Մեր իրականության մեջ կան նման կերպարներ, որը կարելի է նույնիսկ ցավով նշել, շատ են բան, որովհետև նույնիսկ ինձ իմ հետևորդներն են հաղորդագրություն ուսում նամակ են ուղարկում, տիպը մեր տանն էլ սենց է ու պատմում են, ես շոկի մեջ եմ ասում, ցույցի մենք սրա վրա ոնց որ հումոր ենք անում, բայց կան էլի, ուզում ասեմ, նես չի ռեալ կյանքից վերցրած չի, այո, ռեալ կյանքից վերցրած է կերպարները, բայց եւ չափազանցված էլ է իմիջում մի փոքր, որովհետեւ ավելի ծիծաղելի լինի, էլի։ Դուք խոսում եք սկզբում համենայն դեպս հարս ու կեսուր հարաբերությունների մասին։ Վստահ եմ դուք երբևէ չեք եղել եւ չեք էլ լինելու ոչ հարս, ոչ սկեսուր։ Ինչպես ծնվեց գաղափարը։ Գաղափարը ծնվեց նկարելու այդ շարքը, հա մի հատ վիդեո ունեի, որ տիպ ասում է այսօր օրս լավ սկսվեց, կեսուրս մահացավ, տենց վլոգի պես, իրականում Լավ, ինչից սկսվեց դա ընդհանրապես այդ թեման շոշափելը։ Հա, ես մի ասեմ, Instagram-ում շատ էին բլոգերներ, ովքեր շատ էին իրանց կեսուրների տենց հետ վիդեոներ նկարում, թեմաներ էին ինչ որ անում, չգիտեմ, ես դրանից մի քիչ տենց ասեցի լավ, եթե հիմա այս մարդու կիսուրը մանա, այս մարդը կնկարի։ Ու տենց որոշեցի, որ տիպը կարելի է դի կերպար սարքել մի հատ, թե ոնց կլինի, այդ վիդեոն շատ լավ աշխատեց, ու տենց ահագին ճանաչելիություն բերեց, ու այդ շարքը սկսեց դրանից։ Հետո արդեն եկավ կերպարային առանձին կիսուրը, տանը ոնց է հարցը, տանը ոնց է բան, ու տենց շատ սիրվեց մարդկանց կողմից, հուսով։ Եվ կտրուկ արձագանքները կրկին ձեր կերպարների մասին է խոսքը, այն կտրուկ արձագանքները, որոնք լինում են մայրիկի կողմից, բայց ձեր մարմնավորմամբ։ Դրանք եղել են ձեր կյանքում, այսինքն մայրիկը երբևէ այդպիսի արձագանքներ ունեցել է ձեր անձի հանդեպ, թե կրկին հորինեցիք եւ ել ավելի ծաղկեցրեցիք։ Մաման ամենաբարի լավ մամաներից է իմ, ոնց որ քրերից չեմ հիշում, չգիտեմ ոնց է, ինչա, ոնց որ դել դու ասա։ Քրերից հանդեպ տենց է, իմ հանդեպ շատ լավ է եղել մաման, էլի Ես իրեքի հանդեպ էլ նույնը։ Հա, ոնց որ չէ, իրականում ոնց որ նկարում եմ մամային, այլ դա տենում եմ արդեն ոնց որ շուրջս, դա տենում եմ ոնց որ շրջապատումս ոնց է, բարեկամներիցս, դա տենում եմ օրինակ ինչ-որ պրոյեկտներում, մենք դաժե բան ունենք, չէ, ինչ-որ նույնիսկ ընտանեկան պատմություններ մի հատ այնպես պրոյեկտ կա, չէ։ Չեք ուզում դրանով ակնարկել, Հյուգո։ Ինչ ունեք ընտանեկան Չէ, պատմությունների չեմ ասում վատա։ Ուզում ասեմ, ոնց որ մենք ընդեղից էլ շատ բան ենք տեսել, որ TV-ով գնում էր բան, երեխա ժամանակ նստում նայում ենք էլի, եւ թեկուզ տես բան շատ բաներ տպավորվել է, բայց մեր բարեկամներն էլ բան։ Մի խոսքով բոլոր կերպարները հորինված են, ցանկացած համընկնում պատահական է։ Կարելի է այսպես ձևակերպել։ Ոչ։ Լավ։ Չկարելի է։ Կարելի է, շնորհակալություն։ Ով է կախված ձեր վարագույրից ինքը ճայն կողմ։ Հա, Բեզուբիկն է իմ ամենասիրած մուտն է, բանը 3D-ով հավաքած ինքը մոդելավորած է, չգիտեի ինչ անեի իրան, ասեցի սոտիկի կարելի է կախել այդտեղ էլի նվերա, եթե ինչ էր, ինձ նվիրել եմ ու Christmas մարքետում, տենց ինձ տեսան ճանաչեցին բան, ուզեցին կես նվիրենք ձեզ ու նվիրեցին, վերեցի ստեղ կախեցի, ինձ թվում է լավ է, ինչ կասեք։ Հրաշալի։
Իր տեղը գտել է, վստահաբար կարելի է այդպես ասել։ Ձեր սենյակում նույնպես շատ համեստ է վերանորոգումը, մի փոքր գույնն է փոխված սպիտակի, բայց ինձ հետաքրքիր է ձեր իրերը որտեղ եք պահում, որովհետև պահարանը շատ փոքր է, եւ մնացած իրերը որտեղ են, տան այն հատվածում, որտեղ չենք իրականացնելու նկարահանում։ Իրականում, sense մի հատ բան ասեմ, այս պահարանը եթե ես իմ Աստված մի արածցե բացեմ, ծաղը ես կլծվի մեր վրա։ Կանցրատակը բարձրացնի։ Փակենք ոնց որ ասենք կարող դրանից ինչ-որ դիակ պահենք։ Շատ տեղ ունենք էլի։ Դրա համար ուղղակի չեմ բացի։ Մի բացեք։ Բայց իրոք տունը նենց չի շատ մեծ է, որ կարողանամ, բայց իրական շատ իրեր չունեմ։ Ես նենց շատ իրեր չունեմ, շորերս է։ Ու ինչ որ պետքա ստեղա, ուրիշ բան չունեմ էլի։ Նոր նախագծի մասին խոսեցիք, որտեղ պետք է հանդես գաք լրիվ այլ կերպարով եւ ասացիք ուզում եմ փորձել։ Այստեղ հարցը մի փոքր թույն եւ թարախ է իր մեջ պարունակելու, ես ներողություն եմ խնդրում, իդեպ հնարավորություն ունեք մեկնաբանությունների դաշտում սպանելու ինձ։ Ասեք։ Ոչ որպես պրոֆեսիոնալ դերասան, հանդես եք գալու պրոֆեսիոնալ նախագծում։ Ինչպես եք նայում այն երևույթներին, որտեղ ոչ պրոֆեսիոնալները զբաղվում են պրոֆեսիոնալ աշխատանքով։ Ես ուղղակի ուրախ եմ, որ փորձառությունը ունենալու եմ ու յուրաքանչյուր մարդ իր կյանքում ոնց որ դա կարա իրան թույլ տա։ Չգիտեմ, ես անկես չգիտեմ թե ոնց կներկայանամ, կարող է եւ ես գնամ ու տեսնեմ, ախպեր չէ իմը չի, ես պրոստը էլ չեմ նկարվի, բայց փորձելը իմ կյանքում այդ sense պրինցիպը, ես ամեն ինչ պետք է փորձեմ։ Եվ ինչի՞ չէ, բոլորն մի կետից սկսում են հնարավորություն տրվել, կարելի է այդ օգտագործել ու հասկանալ դու կարաս թե չես կարա։ Տենց։ Եվ հետո ինչի՞ չէ, մտածում եմ, որ կարամ։ Շատ էլի ինքնավստահ։ Ինչպես չելեն տանում սովորական ժամագործից դարձավ հայտնի աստղ, դուք նույնպես կարծում եք, որ կսկսեք բլոգերությամբ եւ ավելի ճիշտ սկսել եք բլոգերությամբ եւ որպես որպես Բայց բլոգինգը ես Wildberries մենեջեր եմ, sales-եր եմ արել Wildberries-ում, վաճառել ենք տարբեր ապրանքներ, դրսի շուկա եւ այլն։ Միջև այդ մարքեթինգն եմ ուսումնասիրել, այդ արդեն համացանց դուրս գալուց հետո։ Տենց, նես չի, շատ հետաքրքրություն ունեցել եմ էլի տարբեր ոլորտներում։ ասացիք, որ նաեւ հետաքրքրվում եք բիզնեսով։ Ինչ բիզնես նախագծեր կան, ինչի սպասել։ Մամայի հետ մի հատ տենց հավես պրոյեկտ եմ որոշել անեմ, քանի որ տենց հստակ չի դեռ ինքը, ամբողջական չի։ Չի էլ լինելու Ես հիմքով։ ուզում էի լիներ։ Այ կլինի իմ տղա։ Հա, բանը մոտ նու 20 Բիզնես նախագծերի մասին է խոսքը։ Մերսի շատ։ Խնդրեմ։ Սրանից մի որոշ ժամանակ առաջ շապիկների բիզնես բացեցի, աշխատեց, բայց ժամանակս չի հերիքում, հիմա կոնտենտ ուղղակի անեմ էջի համար, ոնց որ պրոդուկտը վաճառվող է, ես ուղղակի ունեմ, օրինակ ցույց տամ։ Օրինակ, բասի։ Ահա, մենք հիմա կտեսնենք, թե ինչպես է բացվում պահարանը, ինչպես են իրերը թափվում։ Չէ, բայց պոլնի է, շատ պրես է արած։ Որ մեկը հանեմ։ Մի բան տուր։ Այն, որը պետք է նվիրի մեզ։ No, այդ չի։ Ոչ։ Այս ընթացքում կարող ենք օգտվել առիթից հեռախոսի ձայնը անջատել։ Մի պահ նույնիսկ կարող ենք դադար տալ։ Մի բան կարելի է խոսել ուղղակի։ Տեսակ Հյուգո, ինչքան լավ ավարտվեց ձեր հեռախոսազրույցը, նոր առաջարկ ստացաք, ընթացքում հասցրեցին գտնել շապիկը, տոքսիկ։ Տոքսիկ։ Ինչու՞։ Շատ է էլի դինամիկանում տոքսիկ։ Շնորհակալություն։ Հա, ինքը այս մայկիկը sense ոճով է, տարբեր գրություններ կա, օրինակ ունայի ես ալկաշ չեմ, հետևում օրինակ նանայից էր մեջբերում արած, բայց կարմիր գինին դարձավ սրտից բանալի, դա շատ է վաճառվել էլի ինքը, շատ սիրվեց։ Այս էր մի օրինակ կա տոքսիկ, հարթուկած չի, ինչպես միշտ իմ շորերի նման, ես չեմ հարթուկում էլի շորերս ընդհանրապես։ Կա բիզնեսը դեռ գործող է, թե ինչ-որ պահ դադար եք Պասիվ այս վերցրել։ պահին, որովհետև չեմ հասցնում կոնտենտ ստեղծեմ իմ համար, բայց կարծում եմ կսկսեմ, վերսկսեմ։ Մայրիկը կարծես թե չի խոսում այս ամենի մասին, ձեզ դուր չի գալիս ինչով որ զբաղվում է Հյուգոն այս ոլորտում։ Եթե իրան դուր է գալի, ես դեմ չեմ։ Մշտապես ազատություն է ունեցել, կարելի է այդպես ասել։ Ինքս էդի ես իրոք ուրախ եմ էլի, որ տենց ազատությունը բրամ է միշտ իմ համար։ Ես մենակ ասել եմ ինչ կանես, շատ զգուշ է եղի ու վերջ։ Բայց մեկը զգուշա չեմ լինում էլի, որ պատկերացնեք։
Տենց։ Մեկ-մեկ ջղայնացնում, բայց դե ասնում գնում է։ Աստված մի առասցե, եթե ինչ-որ մի օր Instagram-ը որոշի դադարեցնել իր գործունեությունը, ուր կտեղափոխվեք Հյուգո։ Ես կարծում եմ sales ոլորտ կգնամ, որովհետև վաճառքներ եւ այլն տենց էլի հետաքրքրություն կա այդ ոլորտում։ Նաեւ գումար կա, ոնց որ չեմ շատ կարաս աշխատես բան, ուղղակի եթե օրինակ արվեստ թե օրինակի համար sales, ես կընտրեմ արվեստը, որտեղ այնտեղ ավելի հոգիս ընդեղ է, էլի շատ եմ սիրում։ Բայց դժվարություններ կան նաեւ արվեստում։ Հա։ Բայց եւ այնպես ոնց որ եթե օրինակ Instagram-ն է չլինի, այնց չի էլի չեմ հիմնվել դրա վրա։ Սա ուղղակի ոնց որ պահա։ Լավ։ Մենք կարող ենք նկարահանումը շարունակել ձեր հյուրասենյակի հատվածում։ Դե, գնանք։ Խոսենք նաեւ ձեր անձնականի մասին, եթե դեմ չեք Խոսենք մի իհարկե։ քիչ իմ անձնականի մասին։ Խոսենք ձեր անձնականի մասին եւ ցավոք սրտի մայրիկը ահա, արդեն ձեր կողքին է եւ մայրիկի ռեակցիաները նույնպես կկարողանանք ֆիքսել։ Երբ է ամուսնանալու Հյուգոն վերջապես։ Եվ կուզի։ Այդտեղ նույնպես կա Հա, ազատություն։ եւ կուզի։ Չէ, իրականում մենք նույնիսկ sense որ օրինակ այս հարցը տվեցիք, մենք շատ չենք քննարկում էլի, որ պատկերացնենք։ Չկա տանը այդ ավանդական խոսակցությունը, դե ամուսնացի, տանը թոռա պետք, երեխեքը գնան, գան, վազվզեն, ընկնեն, կոտրեն։ Մաման թորել ունի, երկու երեխա էլ ունի, ապրում է իրա։ Ես տրամադրված չեմ այս պահին։ Եթե ոնց է, նո չգիտեմ իրականում։ Լավ, չեմ ասում միանգամից վաղը ամուսնանալու մասին, կա ձեր կյանքում կողանքին։ Այս բան չկա։ Այս բան չկա։ Բայց դե օրինակ դպրոցական տարիքում ունեցել եմ բան այդպես։ Այս բան չկա, մի Այդ բախ դեմերի ճիշտ եմ ասում։ Ինչու։ Դեմերի։ Որտե՞վ վլը ժամանակը չի, ըստ դե երեխական բանը անցավ գնաց։ հա, հասկացա խերտեմ։ Հա։ Չէիք հարցրել մինչ այդ։ Չէ, հետաքրքր է։ Դե դու դեմ ես դե։ Մոտակա երևի մի 10 տարին էլ չեմ դիտարկում։ Իա։ Ահա, այստեղ սկսվեց այն, ինչը փնտրում էինք։ Չէ, այդքան երկար էլ չէ, բայց հələ շուտ էլա։ Շուտ չի, 10 տարի։ Ու շատ։ Վերջին շրջանում երիտասարդների մոտ շատ ակտուալ է դարձել մի խնդիր ունենալ ամենակարևորը բիզնես գրագիտություն, հետո ֆինանսական գրագիտություն, կայունանալ, նոր մտածել ամուսնության մասին, ինչը մոտ 50 տարի առաջ Եվրոպայում վաղուց ընդունված ձև էր։ Դուք նույնպես դրա հավատարիմ հետևորդն եք թե ոչ։ Ես մեր սերունդը շատ եմ սիրում։ Ես ցենց իմ համար այս մեր սերունդը ավելի աշխատող է, ավելի ձգտող է, քան նախորդ, օրինակ նախ իրանց սերունդը։ Ես ուրախ եմ շատ այդ փաստով։ Մենք իմ մասով ասեմ, դա նախ պատասխանատվությունն է շատ մեծ։ Մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, չնայած որ նախկինում օրինակ ծնողներն են որոշել, որ իրանք պիտի ամուսնանան, օրինակի համար չեն մտածել, թե ինչ կլինի երեխան ունենան, ոնց կպահեն, ով կպահի եւ այլն բան։ Ու ստացվել է ամուսնություն, բայց հիմա մի փոքր այլ է, միջև դու չես ունենում մինիմալ կյանքի ապահովվածությունը, օրինակ թեկուզ ամենապրիմիտիվ տուն, մեքենա եւ այլն, չես մտածում դրա մասին, էլ չի կարա մտքովդ անցնի, որ ամուսնանաս։ Օրինակ ես չեմ պատկերացնում, չգիտեմ, կարող է եւ ոնց որ իմ մտածելակերպն է, բայց ես չեմ պատկերացնում ամուսնանամ ու գնամ օրինակ վարձով ապրեմ, որտեվ դա շատ է խանգարելու։ Միջև չունենամ, չեմ ամուսնանա, այսպես է պրինցիպը։ Ու շատ ուրախ կլինեմ, որ մնացածներ ոնց որ այս sense մտածեն էլի եւ պետքա կարողանաս ապահովես եւ քեզ եւ կնոջդ եւ երեխաներիդ եւ այլն։ Շատ բազմաբովանդակ պատասխան։ Չէ, շատ խոսացի էլի։ Չէ, բացարձակ ընդհանրապես շատ չեք խոսում։ Խոսենք նաեւ YouTube-ի մասին։ Խոսենք։ Դուք այնտեղ էլ եք գործունեություն ծավալում։ Այնտեղ վլոգներս է YouTube-ում, նկարում շատ ճամփորդական է։ Օրինակ արդեն ունեմ 2 վլոգ Մոսկվայից ու Հունաստանից։ Հեսա կնկարեմ Վրաստանից, հետո կնկարեմ Կիպրոսից ու նաև Փարիզից կլինի։ Ինչպես նաև այնտեղ մամայի հետ եմ ուզում մի քիչ ակտիվանանք։ Մաման լավ է սարքում ու մտածում որ կարելի է այդ հավես բան մտածել անել իր հետ։ Առանց մտածելու ես արդեն մտածել եմ։ Մեկ այնտեղ չեն ճանաչում։ Իրականում Կիսվեք մեզ հետ, թե դեռ շուտ է։ Ամբողջական չի, ոնց որ տենց չեմ կարող, բայց խոհանոցի հետ կապ ունենալու, կարամ, նո, սենց մտածում մաման սարքելու այն ուտեստները իր տնական ձևերով, որը որ լավ է ստացվում, դեգուստացիա լինելու ու նաև մտածում եմ կարելի է ինչ-որ հյուրեր ունենալ։
Տենց ինչ որ ընդհանրական sense պատկեր կա։ Շատ հայտնի հաղորդում կա, կոչվում է «Քաղցած չէին սպասում»։ Շատ ծղա է, դուք եք լինելու հյուրերը։ Շատ ծանոթ էր այդ ամենը։ Հա։ Նման է մի քիչ։ Եվ Բայց չէ, այնտեղ լրիվ ուրիշ սև է։ Այստեղ շնորհակալություն Գնահատեմ Հյուգո։ ես էդի։ Շնորհակալություն Հյուգո։ Շատ է, էլի բա։ Ուր եք գնում, ինչու հեռացաք։ Էլ ինչ կուզեմ ասեմ։ Նաև լինում է որ մաման է մտքեր տալիս հիմնականում վիդեոներից, օրինակ կարա գա, ասի այսօր էսի արի նկարենք, բայց 2 տարի առաջ տես բան չեր ասի, դաժե կասեր ամոթ մաման։ Հիմա շատ Ասում եմ, բայց հետո շատ դժվար է, որ պետք է նկարի։ Հա, սցենարով երբ որ օրինակ սցենարում գրում որ պետք է աշխատենք, մի քիչ դժվարություն է գալիս, մամայի հիմա ինքը չեմ ոնց որ խապի կաշկանդված է, մի քիչ փակ է, ինքը չի եւ այլն, բայց երբ որ ես եմ իրան նկարում, ինքը տենց չի, ինքը մաքսիմալ բաց է։ Սցենարական աշխատանքները նույնպես դուք եք իրականացնում։ Ամբողջ մոնտաժ, սցենար, համագործակցությունների ժամանակ բոլորը ես եմ անում։ Աբոն օգնում է ձեզ։ Աբոն։ Այո։ Արհեստական բանականություն։ Չէ։ Ես չեմ օգտվում արհեստական բանականությունից, իմ համար դու прям շատ անիմաստ բան է էլի։ Չի կարա ինքը օրինակ փոխարինի մարդկային կրեատիվին ինչքան է ուզենա։ Ես իրանից մի անգամ փորձել եմ սցենարի միտք ոնց որ վերցնեմ։ Ու նենց միտք տվեց որ կարելի է ուղղակի ջնջեի Instagram-ը զելնեի գնայի սեյզերս անեի։ Այդտենց շատ վատ է էլի աշխատում։ Մեր հաղորդումը կամաց մոտենում է իր ավարտին եւ ես ձեզ ունեմ եւս 2 հարց, որից հետո հրաժեշտ կտանք միմյանց։ Ինչ գերբնական կարողություն մի գնացեք եկեք։ Շատ է։ Դրա համար դուք կարող եք մեզ տալ բախիլներ։ Չունենք։ Բայց կարող եք ունենալ։ Համագործակցեք, խնդրում եմ, բախիլ արտադրող ընկերություն, համագործակցեք Հյուգոյի հետ, տվեք 4 բախիլ, որպեսզի մենք չկեղտոտենք նրանց գորգը։ Չէ, պետք չի։ Էլ չեն գալու։ Ինչ գերբնական կարողություն կցանկանայիք ունենալ։ Շարժվել ժամանակի մեջ։ Ուր կգնայիք, որ ժամանակաշրջան։ Ես պրոստը իմ մտքին կա որ եթե ժամանակի մեջ կարողանամ շարժվեմ, չեմ մահանա երբեք։ Ու տիպը տենց դրամ չեմ ուզում էլի մահանամ բրամ։ Դրա համար կուզեի։ Այսինքն յուրաքանչյուր տարի 10 տարով հետ կգնայիք եթե մեծանամ խոսքի դառնամ 70 հետ կգնամ։ Ուր։ Չնայած անիմաստ չի։ Իմ ջորը։ Այստեղ, այսինքն Կգամ այսօր, այստեղ ձեր հետ, այսօրը կգամ նորից։ Շատ ակերտավոր էլի։ Շնորհակալություն Հյուգո հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն Տիկին Նանո։ Ձեզ շնորհակալ ենք։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դրան դիմաց։ Թող։ Ինչ ասում։ Ինչ է ասում։ Միշտ Ինչ ինձ է ասում որ բան էլի։ Մի արա։ Միշտ համերաշխեք, եւ դա հիմա էլ է երևում։ Եվ դա հիմա էլ է երևում։ Հյուգո, կարծես թե մենք այսօր շատ կարևոր օր էինք ընտրել ձեզ հյուրընկալվելու համար, որովհետև տեղ ունեք գնալու, չեմ նշի թե ուր, բայց լիահույս եմ, որ ձեզ մոտ կստացվի եւ շուտով ձեզ կտեսնենք նաեւ երթևեկության մեջ, արդեն բոլորը հասկացան ուր եք գնում։ Եվ նաեւ հույս ունեմ, որ լույսը ինչ որ մի օր կբացվի ձեր տանը։ Լույսը ասացին միջև 5-ը կբացվի։ Նաեւ կուզեի որ ջուրնել, բայց քանի կամերա հետս է խոսա էլի։ Ջուրնել, մի կտրեք, լույսնել մի կտրեք, թողեք ապրենք։ Այստեղ ոչ կապերն էլ լավ չի։ Առանց այն էլ փող չկա։ Ես չէի ասում, դու ասես։ Ասացի ես էլ օգտեմ։ Իդեպ, եթե հունվարի վերջ գայիք, ես դուրս փոխած կներ։ Մենք կարող ենք հունվարի վերջ էլ գալ։ Չէ, բրծավ է, էլ ինչ։ Շատ շնորհակալություն այսպիսի հյուրընկալ գտնվելու համար։ Ես մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն Տիկին Նանո, ես չէի էլ կասկածում, որ դուք եք համաձայնել մեզ ընդունել։ Շնորհակալություն։ Նմանապես, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.
Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными.